Իջևանը կունենա ամֆիթատրոն, կառույցը ոչ միայն ինքնին նորություն է քաղաքի դիմագծի համար, այլև խոստանում է դառնալ հանգստի ու ժամանցի նոր վայր, նպաստելով համայնքային կյանքի աշխուժացմանը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ գործակցությամբ, Իջևան համայնքի համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Սերբիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Շինարարության համար ընտրվել է քաղաքային զբոսայգին եւ դա նախապատմություն ունի։ Ամֆիթատրոնի կառուցման վայրը պատահական չի ընտրվել, քանի որ նախկինում այդ տարածքում եղել է բեմ, որի քաղաքային միջոցառումներ էր անցկացվում։ Նրա տեղում կկառուցվի նոր գեղեցիկ ներկայանալի շինություն, որտեղ նորից կանցկացվեն քաղաքային միջոցառումներ։ Ամֆիթատրոնի ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ։ Ծրագրի պատասխանատուների խոսքով բազմաֆունկցիոնալ հանրային տարածքում համայնքի տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի համար հասանելի կդառնան մշակութային, կրթական եւ տեղեկատվական բաղադրիչներով ծառայություններ։ Ամֆիթատրոնը նախատեսված է 120 հանդիսատեսի համար։ Կից կգործեն նաեւ խաղային եւ հանգստի գոտիներ։ Շինարարությունը սկսվել է սեպտեմբերի սկզբին։ Շինարարությունը գտնվում է վերջնական փուլում, հարդարման փուլում, ունենալու է բեմ, նստատեղեր։ Ես թվում է շատ հաճելի ժամանցի կենտրոն է, որ կգեղեցկացնի մեր քաղաքը եւ կծառայի մեր հասարակությանը։ Շինարարների հավաստմամբ, թեև նախատեսված ժամկետը տարեվերջն է, բայց ավարտին կհասցնեն ավելի շուտ։ Նարեկ Ոսկանյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, Լուրեր։